Ալո։ Աստվածօգնական Սրբազան ջան։ Յա, լավ էլ ջան ես ասում, այդ տղա էսուր ես։ Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանին գաղտնալսելու համար, իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին Civic-ը հրապարակել էր մի նյութ, նշելով մեջբերում. համացանցում հայտնվել է Նաթան arczepiskopos Հովնանյանի եւ կաթողիկոսի նախկին գավազանագիր աղա Նաբեղա Երջանկյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Նյութին կից հրապարակել էր նաեւ աղմկահարույց ձայնագրություն, որտեղ Նաթան Սրբազանը աղա Նաբեղային ասում է, թե կաթողիկոսի հրանգով պետք է գնա Փաշինյանի դեմ ցույցի։ Նաթան arczepiskopos Հովնանյանի կողմից հերկվել էր տարածված տեղեկությունը, սակայն դատարանը նախաձեռնել էր վարույթ ծառայողական լիազորությունների չարաշահման հոդվածով։ Սրան հաջորդել էր փաստաբան Արա Զոհրաբյանի հայցը, հեռախոսային զրույցը Ապոլինի գաղտնալսելու եւ ձայնագրելու վերաբերյալ։ Չնայած նախաքննության ընթացքում բողոքի մերժմանը, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը այժմ բավարարել է այն եւ պարտավորեցրել նախաձեռնել քրեական վարույթ։ Դատավորը նշել է, որ առկա են հանցանքի բոլոր հատկանիշները, ուստի քննիչը պարտավոր էր ստուգել հաղորդման մեջ նշված փաստերը։ Ադրբեջանն ընդունել է Դոնալդ Թրամփի Գազայի խաղաղության խորհրդին միանալու առաջարկը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հունվարի 16-ին է Ադրբեջանին առաջարկել դառնալ խորհրդի հիմնադիր անդամ։ Ադրբեջանի նախագահը Թրամփի առաջարկը օդում կախված չի թողել։ Մեծարգո փոխխոսնակներ, հարգելի գործընկերներ, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, խնդրելով իրեն ազատել ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հրաժարականի վերաբերյալ իր ցանկությունը падգամավորը կապել է վերջին շրջանում իր գաղափարների վերաբերյալ քաղաքացիների քննադատություններին։ Բացի հրաժարականից Ռիփսիմե Հունանյանը ինքնաբացարկը հայտնի առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, հայտնել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Մցխեթա Ստեփանց-Մինդալարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է մարդատար մեքենաների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցի ընթացքում կոշտ նախազգուշացում է արել Իրանին երկրից հնչող սպառնալիքների ֆոնին։ Նրա խոսքով, եթե ինչ-որ բան տեղի ունենա, նա հստակ հրահանգ է տվել իր մարդկանց։ Եթե երբևէ ինչ-որ բան տեղի ունենա, մենք պայթեցնելու ենք, ամբողջ երկիրը կվնասվի։ Ես ունեմ շատ հստակ հրահանգ, եթե ինչ-որ բան պատահի, նրանք կջնջվեն երկրի երեսից։ Մենք սովորել ենք Օբամայի նման բարեհաճ նախագահներին եւ չենք նկատել, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող փոփոխությունները մեկ վարչակազմինը չեն։ Դա կառուցվածքային փոփոխություն է, հայտարարել է Բելգիայի վարչապետը Դավոսում անցկացվող ֆորումի ընթացքում։ ԱՄՆ-ն դեմքով դեպի Խաղաղ օվկիանոս է նայում, իսկ մեջքը դեպի Ատլանտյան օվկիանոս, եւ դա Թրամփից հետո չի փոխվի։ Սա կառուցվածքային իրականություն է, նշել է Բարդ դե Վևերը։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփի ինքնաթիռը Շվեյցարիա թռիչքից 1 ժամ հետո վերադարձել է ԱՄՆ անսարքության պատճառով։ Ավելի ուշ Թրամփը մեկնել է պահուստային ինքնաթիռով Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու։ Ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով Նորադիգեայում բնակելի տուն է հրդեհվել։ Կրասնոդարի մոտակայքում գտնվող Նորադիգեա գյուղում տեղի ունեցած մի շարք պայթյուններից հետո վնասվել են բնակելի շենքեր, մոտ 10 մեքենաներ այրվել։ Անօդաչուի հարվածի եւ հրդեհի հետևանքով վիրավորների թիվը հասել է 11-ի, որոնց թվում են նաեւ 2 երեխաներ։ Իսպանիայում մահվան ելքով եւս մեկ երկաթուղային պատահար է տեղի ունեցել։ Կատալոնիայում փոթորկի հետևանքով հենապատը փլուզվել է եւ ընկել երկաթուղային գծերի վրա, հենց գնացքի անցնելու պահին։ Մեկ մարդ զոհվել է, 37 վիրավորներից 5-ի վիճակը ծանր է։ Պատահարը տեղի ունեցել Ժելիդա քաղաքի մոտակայքում, Բարսելոնայից մոտ 360 կիլոմետր արևմուտք։